Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանում էներգետիկ համաժողովին ամփոփվեց Եվրամիությունը հանուն էներգետիկայի EU for Energy ծրագրի արևելյան գործընկերության երկրներում մաքուր էներգիայի խթանում ծրագրի արդյունքը։ Դեսպան Մարագոսի խոսքով նկատելի է Եվրամիության նպատակների ուղղությամբ առաջընթացը։ Անցած 4 տարում ծրագիրը վերահաստատել է մեր համատեղ հանձնառությունը գնալու կայուն և ֆինանսապես մատչելի էներգետիկ ապագա։ Եվրամիությունը հանձնառու է խթանելու էներգետիկ ապահովվածությունը, ընդլայնելու տարածաշրջանային համագործակցությունը։ Սրանք բոլորը տնտեսական դիմակայունության առանցքային բաղադրիչ են։ Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է Հայաստանի համար իր պլանի իրականացման մասին։ Հայաստանը եղել է մեր արժեքավոր գործընկերը։ Մեր գործակցությունն էներգետիկայի ոլորտում արտացոլում է մեր ընդհանուր փոխհարաբերությունները։ Դեսպանի խոսքով Եվրամիության նպատակները շարունակում են մնալ նույնը՝ մաքուր ֆինանսապես մատչելի էներգիա բոլոր քաղաքացիների համար։ Ըստ նրա ոլորտում կարևոր դեր ունի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։ Կարգավորողներն անհրաժեշտ են վերահսկելու շուկան, ապահովելու թափանցիկություն, պաշտպանելու սպառողների շահերը։ Այդ համագործակցության արդյունքում մենք այսօր ունենք ազատականացված շուկա հանրապետությունում, ունենք վերականգնվող էներգետիկայում բավական թռիչքաձև զարգացում և նաև քաղաքացիական հասարակության հետ, մեդիա ընկերությունների հետ այս Եվրամիության հետ համագործակցության շրջանակներում ունենք բավական լավ դիսկուրս։ Եվրամիության այս գործիքի միջոցով իրականացվել են բազմաթիվ աշխատանքներ, նաև վերլուծություններ բացահայտելու էներգետիկ համակարգի իրավական բացերը։ Հայաստան-Եվրամիություն համապարփակ գործընկերության համաձայնագիրը ընդգրկում է էներգետիկ ամբողջ համակարգը։ Բոլոր ճյուղերում կան հանձնառություններ, որոնց շրջանակում օրենսդրությունը մոտարկվում է եվրոպական կարգավորումներին։ Երկրորդ EU for Energy ծրագրի երկրորդ փուլի փակման կոնֆերանսն է, որտեղ ամփոփվում են երկրորդ փուլում իրականացված աշխատանքները։ Մեզ համար շատ կարևոր դեր է խաղում վերականգնվող էներգետիկա եւ էներգախնայողության շրջանակներում մեր գործընկերների իրականացրած աշխատանքները։ Վերջին տարիներին արևային էներգետիկայի զարգացման տեմպերը այնպիսին են եղել, որ հիմա համակարգը արդեն արևային էներգետիկան ընդունելու, կլանելու խնդիր ունի։ Այսօր ունենք շուրջ 30,000 ինքնավար էներգոարտադրողներ, նման առաջանցիկ տեմպեր, ճիշտն ասած, մեր էներգետիկ համակարգը չէր սպասում։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգմամբ նախորդ տարի 3,3 միլիարդ դրամ է ներդրվել բնակարանների, բնակելի տների էներգոարդյունավետ վերանորոգման ծրագրի համար։ Բնակիչները վարկային միջոցների ներգրավմամբ տեղադրում են արևային կայաններ, պետությունը սուբսիդավորում է տոկոսադրույքը։ Կայուն և մրցակցային էներգետիկ ոլորտ ունենալու համար էական է ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը։ Հայաստանը շարունակում է կախված մնալ բնական գազից, սակայն ունի ներուժ նվազեցնելու դա, ինչը համահունչ է մեր համատեղ ծրագրին, մաքուր էներգետիկային անցմանը։ Մենք շատ ավելի ներդրում պետք է կատարենք, շատ ավելի ռեսուրսներ մոբիլիզացնենք, առավելևս, որ կարող ենք դա անել հայ արտադրողների համար բերելով օգուտներ։ Մենք տեսնում ենք վերականգնվող էներգետիկայի աճ։ Մեր նպատակն է վերականգնվող էներգետիկայի արդյունավետ ինտեգրումն ու տարածաշրջանային գործակցության խթանումը Եվրամիության հետ, ինչը կբացի նոր հնարավորություններ ու կամրապնդի էներգետիկ անվտանգությունը։ Նշվեց, որ կայուն էներգետիկ քաղաքականությունը կարևոր է ոչ միայն էներգետիկ անվտանգության, տնտեսական զարգացման հարցում, նաև բնապահպանության տեսանկյունից։ Մայա Խաչատրյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։